Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի խոսքով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը առաջիկայում կնվազի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գեներալ լեյտենանտ Հակոբյանը լարվածության թուլացումը պայմանավորեց հայաստանյան զինված ուժերի արդյունավետ գործողություններով։ Մենք անցյալ տարի ավելի լարված իրավիճակ ենք ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին առաջին գծում։ Ըստ Հակոբյանի, սրելով իրադրությունը սահմանին, Ադրբեջանը ձգտում է շանտաժի ենթարկել միջնորդ երկրներին, որպեսզի հօգուտ իրեն առաջընթաց գրանցվի Ղարաբաղյան բանակցային գործընթացում։ Անիչ որ ստեղծվել է առաջին գծում, զինված ուժերի համար դա նորություն չէ, մենք միշտ այդ կարգավիճակում լինում ենք, մի քիչ ավելի թույլ կամ ուժեղ, եւ կարծում եմ առաջին գծի ստորաբաժանումները լրիվությամբ վերահսկում են իրավիճակը եւ այս լարվածությունը եւս համապատասխան արդեն միջոցառումներն իրականացում են, կարծում եմ կգնա դեպի թուլացում։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի սեպտեմբերի 3-ին տարածած հաղորդագրության համաձայն հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք։ Այսօր Մովսես Հակոբյանը անդրադարձավ դրան ուշագրավ հայտարարություն անելով։ Թուրքիան երբեք չի ժխտել, որ ինքը սատարելու է իր բարեկամ երկրին Ադրբեջանի եւ նոր զենքերի կիրառումը սա առանձնահատուկ չէ։ Այդ զենքերը, ինչպես վերջին ժամանակներս, այս տարվա ընթացքում եւ նախորդ տարիների ընթացքում հակառակորդը միշտ կիրառել է եւ մենք դրանց տեղյակ ենք, մինչեւ այդ զենքերը Թուրքիայի Ադրբեջանի Հանրապետություն հասնելը մենք հետևում ենք եւ գիտենք ինչ են մատակարարելու, որտեղից են մատակարարելու եւ այդ զենքերի արկայության մասին մենք տեղյակ։ Գեներալ լեյտենանտին հիշեցրեցինք, վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է մոտ 5 միլիարդ դոլարի հասնող հարձակողական նշանակության սպառազինություն։ Արդյոք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ պարագայում նույնպես մինչ մատակարարումը տեղյակ էր, թե Մոսկվան ինչ սպառազինություն է փոխանցում Բաքվին եւ արդյոք ռուսական այդ զենքը չի օգտագործվել հայ դիրքապահների ուղղությամբ։ Մովսես Հակոբյանի պատասխանից պարզ չդարձավ. Ռուսաստանից Ադրբեջան մատակարարված սպառազինության մասին հայկական կողմը տեղյակ եղել է, թե ոչ։ Ես բազմիցս եւ պաշտպանության նախարարը եւ համապատասխան պաշտոնյաները հնչեցրել են այդ հարցը, այս հարցի վերաբերյալ զինվորական գերատեսչությունը փոփոխություններ չկա մտքի, կարծում եմ հարցը նորից հնչեցնել եւ պատասխանել իմաստ չեմ տեսնում, ինչ վերաբերում է զենքերի կիրառման վերաբերյալ, վերջին մի քանի տարում ձեռք բերած խմբականակից Ադրբեջանը չի կիրառել վերջին ժամանակներս։ Կոնկրետ այն զինատեսակները, որոնք ձեռք են բերել վերջին տարիներին, այս ընդհարումների ժամանակ Ադրբեջանը այդ զենքերը չի կիրառել։ Այո։